հեռուստադիտողներին, որ հասկանալի լինի այդ 300 մետրը, որ խնդրել էի կառավարությունից, ինչի մասին է խոսքը եւ ինչ վտանգներ ունի։ Հարգելի Արտուր, խնդրեմ շրջադարձը ոտ այստեղ է։ Ահա։ Իսկ կառավարության անդամները ավտոբուսը 25 համարի թողել են նույնը, պատճառաբանելով, որ երթուղին պետք է այդտեղ վերջի կանգար լինի, գա այդտեղ պաշտպանության նախարարության մոտի շրջադարձ կատարի Երևան։ Բայց տվյալ կառավարությունը, ովքեր այսօր փափուկ, տաքուկ նստած են իրենց աթոռներին, չեն մտածում է ժողովուրդը ինչպես պետք է ամբողջ բնակչությունը ահել, ջահել, ծեր, թոշակառու, հաշվանդամ, ինչպես այսքան ճանապարհը պետք է կտրի այս վտանգավոր փողոցը գնա հասնի պաշտպանության նախարարություն։ Հիմա ամբողջ կառավարությանը մենք եթե ասում ենք այդ 300 մետրը, հիմա Պռոշյանցին պահանջում է իր տրանսպորտի պահպանումը նույնը մնալու։ Եթե իրենք այդքան ժողովրդավար պետություն ասելով ժողովրդավար էլ մեր իշխանությունը ժողովրդավար է, ես չեմ տեսնում ժողովրդավար իշխանություն այստեղ, ժողովրդի գրպաներն են մտնել, ժողովրդին են թալանում, ուղևորներն են թանկացնում, ինչի այս ժողովուրդը ոնց է դա անելու, տուն կա 3-4 ուսանող ունի, ինչպես է այդ ուսանողի ծնողը ինչ է առնում, որ իր ուսանողներին մենակ ճանապարհը ծախսը հոգա։ Մենք նկատեցինք, որ փաստորեն ոչ միայն այդ 300 մետրը փող զիջելով կառավարությունը, հա, բնակիչներին, նաև օգնած է լինում վարորդներին, քանի որ ավելի բարենպաստ պայմաններ կային այդտեղ շրջադարձ կատարելու եւ վերջին կանգառում իրենց կարիքները հոգալու համար վայրեր կար, նաև խանութներից կարող են։ Այո, նրանք ոչ մի զիջման չգնացին մեր ժողովրդի խնդրանք պահանջին, ներժեցին ու ասենց երկու շաբթի օրվանից պետք է չլինեին ավտոբուսները ըստ իրենց հայտարարության, բայց նրանք այնքան ոնց ասեմ սովոր են ժողովրդի իրենց ստերով ու ամեն ինչով նրանք էլի վերջին վարքյանին մեր հայտարարությունը, քանի որ մենք շուտ ենք տեղադրել, որ 3 շաբթի կրկին մայրուղին փակվելու է, նրանք կրկին անգամ 3 ու այսօր 25 համարը թողեցին, որ ժամը 7-ից գոնե մի քանի ավտոբուս ժողովուրդ դատարկեն Պռոշյան ավանից, բայց էլի չի ստացվելու։ Պռոշյանցին ուժեղ է, Պռոշյանցին հասնելու է իր ուզածին, ժողովրդի պահանջը արդար է, նրանք պարտավոր են ժողովրդի կամքով գնալ։ Եվ այսօր տեսանք մուլտիտրանս ընկերության 277 համարյա միկրոավտոբուսները արդեն համայնքում են եւ ինչ առաջարկ են արել նրանք այդ 300 մետրը մուլտիտրանսը ինչպես է բացակայել։ Լավ առաջարկ ամենայն դեպս Պռոշյանցու համար չի արել, ասեմ, մուլտիտրանսը նույն 200 դրամը պահպանել է իր երթուղին, որը վերջնակետը լինելու է ֆիզիկայի ինստիտուտը, ոչ մեկին Պռոշյան համայնքի ոչ մի բնակչի ձեռ չի տալիս այդ երթուղին, քանի որ բոլորի, թե աշխատանքի, թե ուսման, թե բոլոր իրենց ընտանիքի կարիքները հոգալու գործընթացները, որոնք կարգավորել են մարդիկ այսքան տարի նույն մեր երթուղին, երթուղին ա եղել, որ ժողովուրդը սովորել այդ երթուղին, իր աշխատանքը կրկնում եմ ուսման հարցը, ամբողջությամբ տվյալ տեղերով է կազմակերպել եւ այսօր մուլտիտրանսի առաջարկած տրանսպորտով պետք է 150 դրամով, 200 դրամով քաղաքացին իջնի ֆիզիկայի ինստիտուտ եւ այնտեղից հաջորդ երկրորդ տրանսպորտը փոխելով հասնի իր ուզած վայրը։ Միանգամայն թե գործից, թե դասից ամեն ինչից մարդիկ ուշանալու են, քանի որ այդ ժամերին ահավոր պրոբկաներ են լինում Խալաբյանի կողմից։ Մուլտիտրանսի մտցնելը ուղղակի
Ավել գումար մտել են մեր ժողովրդի գրպանը, ուրիշ բան չեմ ասում։ Մի անձի հաշվարկով 400 դրամ, ավել ծախս են մտցրել մեր ժողովրդի։ Ամսեկան կազմելով 12,000 դրամ, ընտանիքը 4-5 հոգի մի տնից դուրս է գալիս քաղաք։ Ամիսը 60,000 դրամ, եթե այս ընտանիքը կարող է իր կոմունալ ծախսերը հոգա, իր երեխայի մի շոր առնի, ուտելիք առնի, այսօր չի տանի ավել գումարը տա, այն էլ չունեցող մարդը, որ մուլտիտրանսի, այսօր են որ ասմա ժողովրդի մասին մտածող չկա, արգելի իրոք չկա, այսօր նրանք ամեն մեկը նստած իրենց տեղները պապուկ մտածում են իրենց, պարում են իրենց բիզնեսները, իրենց աթորները տան, բայց չի կարատ ես բանել։ Նիկոլ Փաշինյանը, որ կառավարության եկավ, ճանապարհ փակելով եկավ, այսօր իշխանության։ Պրոշանցի քիչ զայն չի տվել ժամանակին իրեն, բայց ոնց ինքը ճանապարհ փակելով եկավ իշխանության, նույն ձևի կարող է ճանապարհ փակելով իրեն ռադ անել, հերիք է ժողովրդին կպնել։